Ինձ ընդունելով նշվածը, կրկին ընդունում եմ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ համոզված քրեական հետապնդումը դադարեցնել, նրան արձակագրվում անձեռնամխելիության ուժով քրեական պատասխանատվության ենթակայքելնելու կոնկրետ մասով եւ քրեական վարույթը կարգել ու արմոնը Ռոբերտ Քոչարյանի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացման հիմքով նկատի ունենալով որ սպառվել է վարույթ շարունակելու բոլոր հնարավորությունները։ Արաբելյանցային միջնորդությունը քրեական դատավարության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ դեպքում ճիշտ է։ Դատա ավարտեցիք։ Մի հատ բաներ պատասխանատվությունը պատիժը չի, պատասխանատվության ենթակայքելը հենց ամբողջ պրոցեսի մեջով չանցնելն է։ Դուք միջնորդում եք պետք է խնդրեն դատարանը, որ ղեկավարի քրեական դատավարության համապատասխան։ Ես ինչի չկարծացի, որովհետև միջնորդությունը ուղղակի երկուսի հիմնավորումներ արել։ Դատա, մի մասով քննարկել են դատարանաշուն կայացրել է, հիմա անձնագրության հիմքով խնդրեմ, եթե կարծիքներ կասենք, խնդրեմ։ Առաջինը մի բան կարողացնում եմ սահմանադրության հանդիպումը սա է։ 6-րդ կետը սահմանադրությունն ունի բարձրագույն իրավական ուժ եւ նա ուզումները գործում են անմիջականորեն։ Այսօրվա սահմանադրությունը վերջ։ Սա նշանակում է, որ գերակայությունը սա է եւ երբ որ ասում են օրենքում տնաշ չէ, որ իդեալությունների մեջ է, միշտ օրենքում տնամա կայացնել որոշում եւ գործողությունները, որոնք գտնվում են իրավիճակի գնահատողը ես։ Սա էապես տարբերում է այսօրվա կարգավորումներից սահմանադրությունը։ Հիմա ստիպված եմ ուղղակի որոշ հարցերի վերաբերյալ նաև կոնցեպտ բացել, որովհետև իսկապես ես մինչ այսօր չեմ հասկանում, թե ինչի մեջ եմ մեղադրել։ Առաջ օրս չեմ հասկացել, որևէ բարձրաբանում ոչ տնիշն է տվել, ոչ դատախազներն են տվել, ոչ մի դատախազներ այդ բարձրաբանում, որովհետև չեմ հասկանում, թե որ գործողությունն է, որ գործողության շնորհիվ եւ երեսանցից են պատահություններ, պատահություններ, երազողություններ։ Հիմա նայեք, կոնցեպտը հետևյալ է։ Առաջինը հանդիպում բարձրաստիճան զինվորականների ընտրությունները ավարտվել են, ցիկլ որոշումը կայացվել է եւ երկրորդ տեղը զբաղեցրած 21.5% հավաքած տեխնացուն հայտարարել է, որ ինքը չի ընդունում արդյունքները, ինքը կրել է ընտրությունները եւ ինքը պետք է գնա նախագահական պահ։ Սա ուղղակի հայտարարություն է, որ ձայնագրված է, որ կա, որ նաև ցանցերում դա այսօր։ Հիմա այս պատկերացնում 21 թվականի ընտրությունները մենք հավաքել ենք 21% քաղաքական ընտրություններում, եթե հայտարարեի, որ մենք կրել ենք այս ընտրությունները եւ պետք է գնանք կառավարության շենք։ Ինչ կլիներ, որ կրել ենք։ Ինչ կլիներ։ Այդ էքստրապոլացիան սուրբը վիճակը բացենք համատեղ այնտեղ։ Ճիշտ նույնն է։ Եվ սկսել է ցույցերը օգարել հարաբար։ Սկսել է ներգրավել հասարակական կազմակերպություն, երկրապահ կամավորական ընկերություն։ Եվ բանկարկությունները ման-վեր ձայնագրված է կանցանցերում բոլորը ականատես են եղել բոլորի աչքի առաջ։ Եվ զուգահեռաբար երկրապահ շենքում շուրջօրյա մի քանի օր ժողովներ են։ Միանալ թե չի միանալ ցուցարարներ։ Հիմա ինչ է երկրապահ կամավորական ընկերություն։ Վարչության կեսից ավելը գործող զինվորականներ են։ Գործող զինվորականներ կեսից ավելը։ Եվ ամբողջ օր այդ զինվորականները գտնում են երկրապահում, մի մասը ասում են գնալ, մի մասը ասում են չգնալ, որ է դեպքում դա, չէ՞։ Միայն իրենց վարորդներով, թիկնապահ օգնականներով եւ այլն։ Բանակի ղեկավար մարմնի մի մասը այնտեղ քննարկում, միանալ թե չմիանալ։ Երկրի նախագահը ինչ պիտի անի։ Մենք իսկ կարող մեկը բացատրել իր ուժը, ոնց դա բացատրել, որ
իմ ֆունկցիա, զինված, և ինձ դեպուսում եմ, որ զինված ընդեղ քննարկում, գնան թե չգնան։ Եվ դա տևում է մի 2-3 օր։ Ես Մոսկվայի այցի ժամանակ է, այցից հետ եմ գալիս, հավաքում եմ, պետք է հավաքեի թե ոչ, զինվորականների հետ հանդիպում, պետք է ունենայի թե ոչ։ Եթե չունենայի ինձ արդյոք պետք է այսօր դատեի ամգործության համար։ Եվ հավաքման այն ինչ որ գրականից է բացարձակում։ Հավաքման նպատակը հետևյալն է։ Մեկ խնդիր կար։ Զինվորականներ, ով երկրապահ կամավորական գերության վարչության կազմում են, կողմնորոշում։ Եթե այնտեղ զբաղվում եք քաղաքականությամբ, ուրեմն ազատում են ձեր պաշտոններից։ Կամ դիմում գրեք, մեկ ազատ։ Կամ ընդրից եք դուրս գալիս, կամ բանակում եք եւ չեք զբաղվում քաղաքականությամբ, ներկա եղեք։ 25-30 օր մարտը եղել, բոլորի ցուցմունքները դա է, ուրիշ շատ չի գնալ։ Շատ փոշտ խոսացի պաշտպանության նախարարի հետ։ Ասել ոնց ես թույլ տալիս։ Ես ինչ է կատարում։ Գլխավոր շտաբի պետ է դա։ Շատ փոշտ խոսացություն եղավ, ես ինչ ես անում։ Բանակը ինչ։ Ես պարտավոր էի դա անել, թե պարտավոր չէ։ Հիմա ինձ մերազում են իմ պարտականությունը բարեկից կատարում անվար։ Նա ինչ-որ ցինիզմ ու շատ ուժ ունենան ինչ։ Եվ այդ օրը բոլորը դուրս եկան, գործող զինծառայողները դուրս եկան երկրապահից։ Եվ կոնկրետ մանվերին ասվել է հետևյալը, փոխանցեք մանվերին արձակուրդում, ինքը փոխանցել չի ստանցել։ Թող գնալուն և իր հարցերը փոխանցել։ Բայց ինքը չի կարող լինել պաշտպանության նախարարը տեղակալ, հանրեն հետո ամսի մեկի ապրիլ։ Չի կարող լինել տեղակալ և զբաղվել քաղաքականությամբ և հարավանը մտածի գնա, միանա ամբողջ երկրապահով և զինվորականներով միանա, թե չի նա։ Բովանդակությունը սա է։ Ինձ համար չեք պատկերացնում, թե ես 18 թվականից մինչև այսօր այս աբսուրդի կատարում մասնակից եմ։ Եվ դա մեղն է, այսպես ասենք, ներածում եմ Եվ ամոթ չի ուզում։ Հիմա ինչ վերաբերում է հրամանագրի։ Հրամանագիրը ստորագրվել է, որտեղ ասում է, չէ, բանիկ է կար չկար, առաջին քնիչ չի, որոշ քնիչ կար չկար։ Սամանատարությունից։ Երբ ես ստորագրել եմ հրամանագիրը, արդեն եղել է մոտ 40-45 հրկիզած մեկինա, մի քանի տասնյակ բեկորայի վերավորումներ ստացած զինծառայողներ, մի քանի տասնյակ։ Եվ մեկը շատ ծանր Մոհամեդ Զիջան, կապիտան։ Եվ իզ դա չի կրանում։ Եվ քնիչ պիտի 15 տարի անց է դա ամեն պարիտաներ չի։ Եվ երբ որ ոստիկանապետը ասում է, ուրեմն չի։ Շատ կոնկրետ ասում է, զանգել այս սա խնդիրը։ Եվ խնդիրը ինչից էր գալիս, որտեղ ոստիկանական զորքերը այն ժամանակ պրոֆեսիոնալ չէ։ 18 տարեկան, 19 տարեկան, այսպես ժամկետային զինծառայողներ այդպես չի գալիս։ Եվ հիմա այս տարիներ ազգանացել ճիշտ չէ, իմ լիազորությունների մեջ է։ Կրկնեք, եթե ես այն ժամանակ չանեի, ինձ այսօր իսկապես պետք է դատել անգործության։ Բայց դատախազի ֆունկցիան չի։ Եվ ոչ էլ այս դատախ։ Ուրիշ ինչ գործողություն, ոչ մի գործողություն նկարազատված չի։ Չկա ուղղակի այս քրեական գործում ուրիշ ոչ մի բան, ոչ չկա։ Կամ հետևյալ մտերիմ Սերժ Սարգսյանի պահեց, չպահեց, ես անցած անգամ չեմ անցած անգամ հետ չեմ ստանում, դրա մասին արտահայտել։ Սերժ Սարգսյանը տեխնացուն չէ։ Հանրապետական կուսակցության տեխնացուն է, ես հանրապետական կուսակցության
Ես հանրապետական կուսակցության Գարասիմյանն չեմ եղել, միայն իր ընտրվելուց հետո միայն համատեղում շնորհավորում։ Չեմ եղել։ Նախընտրական ամբողջ կարողարշավին որևէ միջոցառման չեմ մասնակցել։ Հինիկ վայս կարգերի պես չի խոսել, սա ամբողջ պետական համակարգը մտածում չեմ կարողարշավին մասնակցել։ Ոչ մի միջոցառման չեմ մասնակցել ընդհանրապես։ Հենց նրա համար չմարել, որ ավելի փոխած խոսակցություններ չեն ունի։ Չկա իշխանություն փոխանցելու պրոցեդուրա։ Սահմանադրությունը չի նախատեսվում։ Ես զարմանում եմ անգրագիտության աստիճանի, որ նման բան են գրել այս մեղադրանքի մեջ։ Հասկանում եմ, որ ներկա դատախազը չի գրել։ Եվ սա գրվել է այլ գրասենյակներում, դատախազությունը չի գրել։ Չկա այդպիսի պրոցեդուրա։ Քո ժամկետը դրանում է, դու գնում ես տուն։ Եվ այդ լիազորությունները ստացվում են ոչ թե նախագահից, աննախագահը գնում է և ստացվում է այդ լիազորությունները ազգային ժողովում։ Երդման հարավությունից հետո։ Պրիոն զդաչա չկա, և ես անցած անգամ երբ որ հարցի կարճման հարցը, չէ, միջնորդությունը, այդ ամեն ինչի մասին կերպ-կերպ ասացին։ Գիտեք, դուք որևէ հարց այդ հարցերի վերաբերյալ չեք։ Ես հասկանում եմ, որ երբ հարց չեն տալիս, կրճորով հեվանների վերաբերյալ, նպատակը մեկ որևէ հարց չտվողը չգիտի ինչ անելու պատասխանի։ Իսկ այս ամենը, ուղղակի համոզմունքով եմ ասում, չեմ կասկածում, որ սա պատվեր է, սա քաղաքական պատվեր է, և այս պատվերի առաջ SMS-ով են ուղարկում, հիմա հրապարակային ես։ Եվ դա քաղաքական խոսք չէ։ Սա շատ բարձ հրապարակային ասվում է, որ ես պիտի նստեմ։ Պարոն Քոչարյան, ո՞նց ձեզ ընդհանրում։ Սա հրապարակային որ այս փուլը չի դառնաց։ Սա այդ փուլը չի։ Դատարանը կարող է ձեր դիրքորոշման հետ կապված որոշակի ճշգրտող հարցադրումներ անի։ Ձեր առնչակցությունը, ձեր մեղավորությունը հաստատող կամ երկու որոշակի հարցադրումներ ձեզ, եթե մենք հասնենք անպատասխանություն, իհարկե դուք ունեք վերաբերել դասավանդական կարգավիճակ, դուք վարորդի ցանկացած փուլում կարող ցուցմունք հայտարարել, դատարանը ձեզ որոշակի բացառումներ ներկայացնի, դուք ցուցմունք տալ, եւ այս այդը դատարանը որոշի։ Հիմա այս պահին ձեր մեղավորության հարցը չեն քննարկում, որ դատարանը ձեզ հարցադրումներ անի եւ ստանա պատասխան։ Դուք ասում եք դատարանը հարց չի տալիս, որտեղ հարցի արդյունքում եղելի պատասխանի հետևանքով դատարանը, չգիտեմ, չի կարողանալու որոշում կայացնել կամ ձեր խոսքերով ինչ ասեցիք։ Այդ խոսքը հետևանքով։ Կամ ասում եք հնարավորինս պարոն Քոչարյան զերծ մնացեք, չգիտեմ, SMS ստանալ, Ես նորից հիշացնեմ, մենք տարուկես մի քիչ ավել են մի հարցին կամ վստահում եք դատարանին, սպասում եք ակտակում եք դատարանից արտարադատություն, կամ չեք վստահում դատարանին և նախագահ դատարանում ներկայացնում եք բացարկի միջնորդություն։ Երրորդ տարբերակ չկա։ Մենք երրորդ տարբերակ չունենք։ Հիմա դուք ձեր քաղաքական հակառակորդի հետ ինչ փոխհարաբերությունների, անձնական, ոչ անձնական, չգիտեմ, քաղաքական պրոցեսների մեջ եք գտնվել, այդ հայտարարությունները այլ հարթության, այլ հարաբերությունների շրջանակներում քննարկվող հարցեր են։ Մենք այստեղ ունենք առարկա, այդ առարկայի շուրջ քննարկում ենք իրականացնում։ Հասկացա։ Հիմա երբ որ հնչեցվում է մի հայտարարություն, օրինակ, որ դատավորների պես է կաշառակել, որոշումները կայացնում են ոչ այն ձևով, ինչպես այդ մարդը պատկերացնում է արտարադատություն։ ԲԴԽ-ն միակ հայտարարություն չի ասում, չի անում, որ դա ընդունաբեր է ուսումները, դատախազությունը ոչ մի բան չի նկատում, ոչ մի դատավոր, մի քանի հարյուր դատավորից մի հայտարարություն չի անում, ես ինչ եք ասում։ Ես ինչ պետք է մտածել դատական դիտարկումից։ Մի հատ դատավոր չկրեց, որը որտե հայտարարություն ասի։ Ասի դա ինչ ինչ։ Սա քաղաքական հայտարարություն չի, սա կոնկրետ մեղադրանք։ Ու ես պիտի վստահ եմ, որ ես պետք է այս դատարանում արտարադատություն կատարեմ, եւ նույն մարդը զուգահեռ ասում է ինքը պիտի նստի։ Հաջորդ օրը
ասում է, դատավորներ կեսը կաշարակել։ Հիմա ես սա չեմ կարող չկապել այս պրոցեսի հետ, ոչ թե իմ նախաձեռնությունը։ Ես հետևանքները հետ եմ պատկան, ես փորձում եմ այդ հետևանքները գնահատել, ես այդ իրավունքն եմ, և ոչ մեկը չի կարել։ Անկոչան, այդ հայտարարությունները որևէ կերպ, չգիտեմ, հիմա որ ասեմ չեմ լսել հայտարարությունները։ Այդ հայտարարությունները որևէ կերպ իմ կողմից արտարադարություն իրականացման վրա որևէ ազդեցություն չունի և չի կարող ունենալ։ Եթե պայմանականորեն լինի մեկ օր, որ ես կաշկանդվածություն ունենամ որևէ հայտարարության, ես ինքս կհայտարարեմ այդ մասին և ինքնաբացառ կհայտարարեմ։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ այս քրեական գործը իմ վարույթում իմ աշխատասենյակում գտնվող մյուս քրեական գործերից տարբերվում է իր հերթական համարով։ Սակայն ունի որոշակի հանրային հնչեղություն այս քրեական գործը։ Դա ամենևի իմ որոշումների վրա ազդեցություն չի կարող ունենալ այդ հայտարարությունը։ Որպես պրոֆեսիոնալ, որպես դատավոր, դատական համայնքի, այսպես ասենք, ներկայացուցիչ, դատավորների պես է կաշառակել։ Ամենուր։ Սա ոչ միայն իմ անմեղության կամ խավարկացի խախտում է, ձեր դատավորների ազնվության կամ խավարկացի խախտում է։ Այդպիսի ձեռի ենթադրում եմ չկա, բայց սա որևէ չլավ, մեկը չկա, որտեղի հայտարարություն է։ Այսինքն չէ։ Մի կատախազ է դերանը չբացած մի բան չասած, որ դա ճիշտ չի։ Այսինքն որ որևէ դատավոր պայմանականորեն ձեր ասացի նման չի արձագանքում կամ չի, դատավորը իրավունք չունի, դատավորը ինչ անի։ Դատավորը ինչ Facebook-յան էջում կամ մամուլի ասումից հրավիրի և արձագանքի, դատավորը պետք է հստակություն դրսևորի ցանկացած նմանատիպ քաղաքական հայտարարությունների վերաբերյալ։ Բայց սա ոնց ազդում մեր վրա է Եթե չեմ սխալվում, իրավական գործընթացներ սկսելու ուղղված հաղորդումներ ներկայացվել է, չէ՞, հարուտը չի նախաձեռնել, դա այսինքն դիտարկվել է որպես քաղաքական, որպես քաղաքական։ Եթե ես օրինակ հիմա դատավորը քաղաքական հայտարարությունն է, արդյոք իրավունք ունի, այստեղ գործ ունենանք։ Մենք դեպք ունենք մարդ կալանքի տակ է, որտեղ դատավոր է։ Ինչպես։ Երկու երեք կանոնավորել են դատավորի իրավունքներով։ Ինչ որ վճռից է ինչ որ բան ասել, ողորն է քաղաքական Անկոչան, որևէ Հիմա դատավորների կեսը կաշառակ է, դա ես չեմ ասել։ Ինձ հասկանում որևէ անձնավորված հայտարարություն ամենայնպես ես չեմ լսել, որ անձնավորված հիմա հանրական հայտարարությունը քաղաքական գործընթացների լույսի ներքո դա Անկոչան անկեղծել է ասել։ Ես դատավոր եմ, շատ բան կարող է ինձ դուր գալ կամ չգալ, բայց ես կաշկանդվածություն ունեմ շատ հարցերի վերաբերյալ անգամ կարծիք արտահայտել։ Կարծում եմ այսքանով կաշկանդվածություն իմ պաշտոն եմ եւ դա որևէ կերպ պետք է իմ գործողության վրա չանդրադառնա։ Լսեցի Սառնասարի առաջ ես իմ արտահայտությունն եմ ստացել։ Իմ վերաբերյալ դիտել որ առաջ եթե SMS-ով է բան ուղարկում, հիմա հրապարակային խոսով են ասում սենց դիտյալ։ Ես ինչ ասել եմ սակիտյալ։ Անկոչան, ինձ ոչ SMS են ուղարկում, ինչ հրապարակային խոսքով կոնկրետ չգիտեմ։ Բայց լսել եք չէ։ Լսել եմ, ձեր ասածը ես լսել եմ։ Նոր ասեմ չեմ լսել։ Ես ձեր ասածը լսել, բայց ինչ կապ ունի։ Որևէ անգամ, ասեմ ինչ կապ ունի մեր։ Ասեմ ինչ կապ ունի, որովհետև ես ուրիշ քրական գործով չեմ։ Այն անգամ մենակ սա է, ինձ ասում է դու պիտի նստես, հետո ասում է դատավորները ով որ սենց հարանում վետ ինչ գիտեմ ինչ և ադևա, սա վերաբերում ինձ և ձեզ, ձեր անունը չի կրում, բայց կոնկրետ վերաբերում է ձեզ, որտեղ ես ուրիշ դատական ոչ չկամ, ստեղ եմ կապել։ Տեսեք, պետք է ընկարել, թե ոչ, դատավորական հստակ ընթացական կա, ճիշտ է, այս քրեական գործը մենք ստացել ենք չլավեք դատարանից, բայց երբևիցե քրեական գործով իրականացվել է նախաքննություն, արդ իրականացնող քննիչը կամ քննչական խմբի ղեկավարը քննչական խմբի գործը համոզվածություն է ունեցել, որ անձի դատապարտումը մեծապես հավանական է, կազմել է մեղադրական եզրակացություն,
այդ մեղադրական եզրակացությունը, տեսեք, օրենսդրական ձևակերպում մեծապես հավանականություն է։ Հակառակ դեպքում դատարանը կամ դատախազը ունենային նոտարի ֆունկցիա, այսինքն ինչ բերեին մենք պետք է հաստատենք։ Մեղադրական եզրակացության գործուղարկվել է հսկող դատախազին, հսկող դատախազն էլ մեծապես հավանականությունը հաստատված համարելով ուղարկել է դատարան, դատարանական գործընթացն է ներկայացնում։ Դատարանը պետք է պատշաճ իրավական հանցակարգով քննարկի եւ եթե դատարան ներկայացվել են եւ վերաբերելի, թույլատրելի, արժանահավատ, բավարար ապացույցներ, այդ ապացույցների հիման վրա նախագահ դատավորը պետք է ունենա ներքին համոզվածություն։ Այստեղ շատ կարևոր ձեր ուշադրություն է հրավիրում, որ նախագահ դատավոր, առհասարակ դատավորը չի կարող ուղղակի համոզվածություն ունենալ, որ այս կամ այն անձը ենթադրաբար կատարել է այս կամ այն հանցագործությունը։ Պետք է իր համոզվածությունը ներքին համոզությունը բխի եւ ձևավորվի գործով դատարան ներկայացված ապացույցների հիման վրա։ Այսինքն ոչ իրավաբանները, ոչ, չգիտեմ, անգամ իրավաբան, բայց օրինակ ձեր պաշտպանը, դատախազը, Վարդանյան Կոնստիտուցիոնը չէ, իրենք մեծապես հավանականություն են գնահատում։ Այսինքն պարոն Օրբելյանը ասում է, որ ոչ թե մեծապես հավանական է, իմ պաշտպանյանը անում է։ Հանրային մեղադրողը ասում է, որ մենք գտնում ենք, որ մեծապես հավանականությունը բարձր է, որ մեղադրյալները կդատապարտվեն։ Դրա վերջնական որոշում կայացնողը դատավորն է։ Եվ որոշում կայացնում է գործով ձեռք բերված դատարան ներկայացված թույլատրելի, վերաբերելի, արժանահավատ, բավարար ապացույցների հիման վրա, եթե վերջնարդյունքում այդ եզրահանգումը կա։ Մենք այս պահին ընդհանրապես քննարկում ենք քրեական հետապնդումը դատարեցնելու հարցը։ Ձեր պաշտպանը միջնորդություն ներկայացրեց 12-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով անձնագրության հիմքով դատարեցնել։ Հիմա որոշակի հարցեր են դուք առաջ քաշում։ Եվ ասում եք, որ հասկացել եմ, բայց նայեք, դատավորը հարցեր չի տա։ Հիմա եթե ես հարցեր տամ, չէ՞, օրինակ ասեմ, այ պարոն Խոչարյան, ինչի այդ հրամանը արձակեցիք։ Մի քանի օգու աշխատանքից օրինակ պայմանական ազատեք այդ հարցը կարգավորվի, դա ստեղծում հարցակնությանը վերածվել։ Հասկացա, ես իմ բանը ինչի մեջ եմ դիմացում։ Դուք կարդում եք մեղադրական եզրակացություն։ Ես ակնհայտ ցույց եմ տալիս, որ այդ մեղադրական եզրակացության մեջ արգելյունի սրտիրը իրականությանը չեմ պատասխանում։ Սահմանադրությանը հակասող ձևակերպումները։ Ակնհայտ արգելյուն, հանդեպ որ գրած է Ռուսի եւ այլ կյանքը։ Դուք ընդունեիք, դուք չէիք ուղղակի կարծեիք տարեք նրան։ Քրկի դերից։ Այս արգելյուն իրականության չամապատասխանող բանը ո՞ր է։ Չի կարող։ Չեն կարող ուրեմն պիտի կարճի կայնված։ Դու դա չեք կարող։ Հիմա իմ ասածը սա է, դուք այդ հարցերի վերաբերյալ որևէ հարց չեք տվել, որովհետև դուք չեք իմացել ինչ անել պատասխանների։ Հիմա իմ ասածս հետևյալն է, ինձ կոնկրետ ասում են ազնական շարադիտական այդ պահը բերելու համար, ասում են սա արարել է Սերժ Սարգսյանի համար։ Ու չեն ասում։ Դա պետք է հաստատենք կամ հերկենք։ Չէ, ոչ, այդ եզրակացության մեջ չի գրած Սերժ Սարգսյանը ով։ Նենց են դրել, ոնց որ Սերժ Սարգսյանը իմ հարևանն է, սա այս հարևանը փաստական հանգամանքներին անում եք տալիս։ Հիմա հանրային մեղադրողը ասում է, որ այդ փաստական հանգամանքները քրեական գործով դատականության ընթացքում մենք կհիմնավորենք։ Ձեր պաշտպանն ասում է չի հիմնավորվի, կհերկվի։ Ախր ես ստեղ ինչ բան եմ ասում, նայեք, հիմա մենք քննարկում ենք վերել անձրևնքելուսը։ Եթե այդ մասերը չգերեին, Մերոպե, չէ։ Եթե չգրած են, հիմա չի կարող դատավորը, ասի, դե սա ազնական բան, ազնական վերաբերում բան։ Չի, դες ինչ կարծում։ Հիմա իմ ասած հետևյալն է, ակնհայտ կեղծ, երևույթ կեղծ, բացահայտ կեղծ բաներով գրածած եւ այս մեղադրական եզրակացությունը դուք եք ընդունել եւ թույլ եք տվել հոդվածը։ Ուրեմն չի ուզում տեսնել։ Ես սա մենի չկապում եմ կարգական հայտարարությունների հետ, մեղադրանքների հետ, նախկինում SMS-ների հետ, հիմա հրապարակային հրահանգների հետ, չեմ կարող չկա։ Վերջ ես 8 տարի ես գալիս եմ ես մեղադրանի սեղանի, նստում եմ և չեմ հասկանում ինչի համար։
Եվ ոտաբար շոչները չի բացել։ Ոչ մեկ։ Հիմա եմ սա ասած սրան է չկա։ Դրա մարդը չեմ հավատում։ Իսկապես արդարադատություն իրականացան Հայաստանում։ Մի քանի դատավոր են ունեցել են այս գործով նաև իմ փորձին չասում։ Երկու դատավոր մեկը գործից ազատել են, մյուսին ազատեցին 6 տարի պայքարեց դատական համակարգը, վերջը վերականգնեց։ Հիմա ես ինչ պիտի մոռացեմ։ Տեսնում եք դուք խուսափում եք կնճռող հարցերից, տեսնում եմ այդ հայտարարությունը, այս ամեն ինչ տեսնում եմ, հիմա ինչ պիտի ասեմ։ Ես եմ գլխից շատ անկեղծ բաց ասում եմ, որ չեմ հավատում, որտեղ չեմ տեսնում։ Եկեք այսպես պայմանավորենք, եթե դուք որևէ ինքը ցանկանաք ցուցմունք տա, իրավունք ունեք։ Եթե որևէ ինքը ցանկանաք ցուցմունք տա, դուք եք իրավունք ունեք։ Կհայտեք դատանի, նա որ է ձեր ցուցմունք տալու արդյունքում դատանը բազմաթիվ հարցեր ձեզ ուղղի։ Հիմա այդ փուլում չենք գտնում։ Ահագին դատանը որևէ ձևով չի խուսափում, որևէ հարցի քննարկումից։ Ես չեմ ուզում, չեմ ասում ինձ հարցեր։ Ես ուղղակի տեսնում եմ, որ այդ կնճռող հարցերից վարպետորեն մեկ օրինակ կբերեք, մեկ օրինակ։ Այսօր օրինակ այդ օրինակը ամենից վառ օրինակ, ամենից վառ սուտ է հանրականի մեջ, այսօր բերեցիք որպես հիմա։ Ես դրա մասին չի խոսա, հիմնավորում թե ներկայացված բացակայել է իր ազնական բանը, ազնական։ Այն ինչ կերված է։ Այն ինչ ներկայացել է, այն ինչ կերված է բանը չէ։ Մի բան էլ ավելացնեմ, որ ուզում եմ ուշադրություն դրաբերեմ սահմանադրական դատարանի հանրական դիմումների ընդունելության հարցի վերաբերյալ 2000 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը կա նման որոշում, որտեղ դատարան Գալիցքի սրտանքերության անունից ներկայացրել է դիմում Մանից Գալիցքի սրտայի անունից ներկայացրել է դիմում ամսի 1-ի հրամանագրի հակասահմանադրական պահանջով, բարու չի ընդունվել մտածակարգային խախտման հարցով, բայց ինչա գրել, լինելով վերագրալի, չնայած այն հանգամանքին, որ դիմողի կողմից վիճարկվող նախագահի վերոնշյալ հրամանագրի ընդդատյայի սահմանադրական վերահսկողության, ոչ թե քրեադատավորական սահմանադրական վերահսկողության, սակայն այն ներկայացվել է տվյալ համատեքստում սահմանադրական դատավարության սուբյեկտ չհանդիսացող անձի կողմից, ըստ էության դատական ապացիաներով չեր անցել, դրանը պայմանավորված եւ բարու չի ընդունել։ Ուզում եմ ասեմ, որ հրամանագիրը փորձ է արվել վիճարկել նաեւ սահմանադրական կարգով, իհավելում ինչ որ ես նշել եմ, բայց այդ փորձի արդյունքը հաջող չի եղել, այսինքն այդ ակտը չնայած փորձ է արվել վիճարկել, շարունակում ագործել եւ սահմանադրական դատարանը առնվազն այս ընդհանրակարգի շրջանակում ինչի պես է։ Բարու չի ընդունել, բայց ուժի դիմում, որով հնարավոր կլիներ վիճարկել, չի հաջողվել եւ ըստ քննարկման առարկա չի եղել։ Սկզբից նա անեին հետո պետք է չգրեն կանապես, ոչ թե նա անեին, այն ընդհանրապես չգրեն, որովհետև քննարկման առարկա է ամսի 1-ի հրամանագիրը, որի սահմանադրական իրավական մտածակարգը ամսի 2-ի ազգային ժողովի հաստատումն է, ուրիշ մտածակարգ չկա քրեադատավորական հասկանում։ Շատ լավ, եթե հարցեր չկա, լսենք Հայոց նորմալը։ Ես կարճ նույնպես վերաբերում է սահմանամակը, հաշվառներով երկրորդական դատարանի կողմից կայացած դատական ակտերը, մասնավորապես Սամբուզի գործընկերացված որոշումներ, անձնանախագահության ներկայացված ընդդաշտեր ծավալված չի եւ մեր հանձնարարում վերում է նաեւ այդ ներառումի շրջանակներում այսպես ասած շահորդների մեջ հանձնարարության անձնագործությունների մեջ կարող են աշխատել, բայց անոնով հիմա տեսեք,